Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով քաղաքացիներն իրենց ընտրական իրավունքը կարող են իրականացնել նույնականացման քարտերի միջոցով։ Նախագծի գլխավոր զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն ասաց, որ իրենք ստացել են բազմաթիվ առաջարկներ, որոնցից ընդունվել է ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի այն առաջարկը, որը ենթադրում է, որ ցուցակներում պետք է նշվի, թե որ քաղաքացին է քվեարկելու նույնականացման քարտով։ Առաջարկությունը, որը չի ընդունվել, դա ՀԱԿ խմբակցության կողմից Լևոն Զուրաբյանի առաջարկությունն է, որը վերաբերում էր մատերը թանաքոտելուն եւ մատերի թանաքոտելու այդ թանակը եւ այն սարքավորումները, որոնք պետք է բացահայտեն, թե որ քաղաքացու մատերի վրա կա այդ թանակի հետքը, դրանք պետք է անցնեն մի հսկայական ընթացակարգ գնումներից, մինչեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այդ կարգերը սահմանելը։ Կարծում եմ ժամանակի առումով այն հիմնական փաստարկը նաև, որ մենք նշում ենք այս խնդրի հետ կապված ժամանակի խնդիրներ եւ նաև իմ խորին համոզմամբ նաև իմ անձնական տեսակետը նշեմ, բազմիցս նշել եմ, մեկ անգամ եւս նշեմ, որ սա ավելի հետադիմական, հետամնաց երկրների եւ պետություններին հատուկ է։ Սահակյանի ներկայացրած պատճառները ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի համար համոզիչ չէին։ Ավելին, վերջինս կարծում է, որ վերահսկողության մեխանիզմների բացակայությունը ընտրությունների լեգիտիմության խնդիր է ստեղծում։ Ինչ վերաբերում է ժամանակի սղության հիմնավորմանը, Զուրաբյանը այլընտրանք է առաջարկում։ Ինչն էր խանգարում իշխող կուսակցությանը, նրա նախագահին հետաձգել սահմանադրական հանրաքվեն, մինչև ընտրական համակարգերը լրիվ պատրաստ լինեին օրինական հանրաքվե անցկացնել եւ միայն դրանից հետո հանրաքվեի դնել սահմանադրության փոփոխությունը։ Հովհաննես Սահակյանի պատասխան նշեց, որ հարցը իրեն ուղղված չէ, քանի որ ինքը չի որոշում, թե հանրաքվեն երբ դրվի քվեարկության։ Հիշեցնենք, հանրաքվեի օրը որոշվում է նախագահի հրամանագրով։ ՀԱԿ պատգամավոր սակայն նույն հարցն ուղղեց հարակից զեկուցող ՀՀԿ-ական Վարամ Մկրտչյանին։ Մի բան չեմ հասկանում, դուք նույն թիմը չեք, դուք այսինքն եթե ինչ-որ բան որոշում եք, միասնաբար դրա պատասխանը չեք կարողանում տալ։ Ինչն է խանգարում կամ այդ հարցը բարձրացնել Սերժ Սարգսյանի առաջ, եթե նորմալ հարց է, եւ նաեւ փոխանցել հանրապետական կուսակցության դիրքորոշումը, այդ թվում Սերժ Սարգսյանի դիրքորոշումը է հարցում։ Դե չէ՞ ստացվում է, դուք ասում եք, որ դե Սերժ Սարգսյանն է որոշել, մենք ինչ գործ ունենք դրա հետ։ Լևոն Զուրաբյանի հարցադրումներին արձագանքեց նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը։ Քանի որ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը իր խոսքում նշում էր, թե ինչու ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանի հետ չեն ճշտել հանրաքվեն հետաձգելու հարցը, Գալուստ Սահակյանն էլ որոշեց Զուրաբյանից հետաքրքրվել, թե վերջինս ում հետ է ճշտել իր հարցը, ապա շարունակեց։ Նույնիսկ կարելի է ոչի տրամաբանությամբ արդեն հայտարարվել է բարեփոխված սահմանադրությունը չկարդալ, բայց գոնե գործող սահմանադրությունը պիտի կարդալ։ Ընտրական օրենսգիրքը իր ամբողջական ընդունման, քննարկման լիազորությունները դա ազգային ժողովինն է։ Ինչու դուք նախաձեռնությամբ հանդես չեկաք։ Դա երկրի նախագահի լիազորությունների շրջանակում չէ։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ երկու դիտորդական կազմակերպության պահանջներ իշխանությունները չեն կատարել։ Առաջինը ԵԱԿ-ԺՄԻԳ-ը 2013 թվականի զեկույցում իշխանություններից պահանջել էր ավելացնել քաղաքացիների վստահությունը եւ չօգտագործել վարչական լծակները։ Բացի այդ, Վենետիկի հանձնաժողովը մերժում է ընտրություններից առաջ, այսպես ասած, խաղի կանոնների փոփոխումը։ Վստահության հետ կապված որևէ դուք նոր առաջարկ բոլոր տարբերակների չընտրեցիք, դրանով վստահությունը ոչ միայն չբարձրացավ, այլ իջել է, եւ երկրորդը, դուք կոպիտ ոտնահարել եք միջազգային կառույցների առաջարկը, վարչական լծակները նախարարներին, մարզպետներին, գյուղապետերին, գործադիր իշխանության ղեկավարներին չընդգրկել քարոզարշավի կազմակերպման գործում։ Այն, որ վարչապետը նախագահն է, նախարարները տեղակալներ են եւ մարզպետները շտաբի պետեր են, սա հակասում է, ուղղակիորեն հակասում է ԺՄԻԳ-ի Հայաստանի նկատմամբ արված դիտողություններին։